Թուրքիայում մայիս 1-յան ցույցեր են տեղական զլմների տվյալով Ստամբուլի կենտրոնական հատվածները փակ են, երթևեկությունը կաթվածահար է։ Ակցիայի մասնակիցների եւ իրավապահների միջև բախումներ են եղել, հաղորդվում է ավելի քան 300 մարդու ձերբակալության մասին։ Հայտնի է, որ ցույցերը կազմակերպել են մի շարք արհմիություններ եւ հասարակական կազմակերպություններ, քաղաքացիները փորձել են հասնել Թաքսիմ հրապարակ, որտեղ սակայն բողոքի ակցիաներն արգելված են։ Հրապարակի անվտանգությունն ուժեղացվել է անցած ամիս Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո։ Թեհրանից մեկնաբանել են Վաշինգտոնի նոր պատժամիջոցները, որոնք տարածվում են Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Թուրքիայում գործող 7 կազմակերպության վրա իրանական նավթի վաճառքով զբաղվելու համար։ Իրանական կողմին անհանգստացնում է, որ պատժամիջոցները սահմանվել են միջուկային գործարքի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների ֆոնին։ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը թշնամական, անօրինական, դաժան եւ անմարդկային է որակել Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունը։ ԱԳՆ խոսնակը շեշտել է, ամերիկյան պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը։ Էսմայիլ Բաղայեին համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնը ցանկանում է ճնշում գործադրել Իրանի վրա։ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի նպատակն է դադարեցնել իրանական նավթի եւ նավթաքիմիական ապրանքների անօրինական արտահանումը։ Մարկո Ռուբիոն պնդել է, թե Իրանը նավթի վաճառքից ստացված եկամուտներն օգտագործում է ապակայունացնող եւ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման համար։ Կիևը եւ Վաշինգտոնը ստորագրել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման եւ Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիրը։ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնն այդպիսով ի թիվս այլնի վերահաստատում է իր հանձնառությունը վերջ դնելու ռուս-ուկրաինական դաժան եւ անիմաստ պատերազմին։ Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղության գործընթացին, որի առանցքում պետք է լինի ազատ, ինքնիշխան եւ բարգավաճ Ուկրաինան, շեշտել է Սքոթ Բեսենթը։ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարը բարձր գնահատել կողմերի ստորագրած փաստաթուղթը, համոզմունք հայտնելով, որ այն օգտակար կլինի թե Ուկրաինայի, թե Միացյալ Նահանգների համար։ Ուկրաինայի վարչապետը տեղեկացրել է, որ գործարքի համաձայն Կիևը կպահի վերահսկողությունը բոլոր ռեսուրսների, ընդերքի եւ ենթակառուցվածքների նկատմամբ, իսկ առաջիկա 10 տարվա ընթացքում հիմնադրամի միջոցով գումարներ կհատկացվեն Ուկրաինայի վերականգնման համար։ Դենիս Շմիհալի խոսքով համաձայնագիրը չի խոչընդոտի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը։ Միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Կիև-Վաշինգտոն համաձայնության շրջանակում Միացյալ Նահանգները կարող է 350 միլիարդ դոլար ստանալ։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը 350 միլիարդ է ծախսել Ուկրաինայում պատերազմի վրա եւ պետք է հետ ստանա այդ գումարը։ Կիևը մերժում է նման հայտարարությունները, պնդելով Կիևին ԱՄՆ նախկին վարչակազմի տրամադրած աջակցությունը նույնիսկ մոտ չէ Թրամփի նշած թվին։ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևն առաջիկայում հանդիպումներ կունենա գործընկերների հետ, նրա խոսքով օրակարգում է լինելու Ուկրաինայի անվտանգության հարցը։ Զելենսկին շեշտել է, հարկավոր է հասնել լիակատար եւ անվերապահ հրադադարի սկզբնական շրջանում գոնե առնվազն 30 օրով։ Միայն այդ դեպքում կարելի է անցնել բանակցությունների, պատրաստ ենք երկխոսության ցանկացած ձևաչափով, հավելել է նախագահը։ Ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանն է անդրադարձել Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի բանագնաց Քիթ Քելոգը տեղեկացրել է, որ Կիևը եւ Վաշինգտոնն անցած շաբաթ Լոնդոնում 22 կետից բաղկացած խաղաղության ծրագիր են մշակել։ Ուկրաինացիներին բոլոր դրույթները չէ, որ դուր եկան, բայց դա նորմալ է, հավելել է Քելոգը։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը չի կարողանա հաղթել ռազմական ճանապարհով։ Միևնույն ժամանակ Քելոգը նշել է, որ Ուկրաինան պետք է գնա որոշակի տարածքային զիջումների։ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել Մոսկվայի եւ Կիևի միջև գործարքի։ Պուտինը շատ իմաստուն եւ խորամանկ մարդ է, նա պատերազմը դադարեցնելու մտադրություն չուներ։ Նա ուզում էր ամբողջ Ուկրաինան, կարծում եմ համաձայնության կհասնենք, բայց չեմ կարող երաշխավորել, դա նշել է ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ակտիվ ջանքեր գործադրել, որ առաջիկա 100 օրվա ընթացքում ռուս-ուկրաինական հակամարտության կողմերի միջև ուղիղ բանակցություններ սկսվեն։ Նրա խոսքով Մոսկվան եւ Կիևը ներկայացրել են իրենց պայմանները, այժմ հարկավոր է աշխատել նրանց դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ։ Ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինայի տարածքին, նշվում է, որ կիրառվել են նաև Իսկանդերեն բալիստիկ հրթիռներ։ Օդեսայում քաղաքացիական կառույցներ են վնասվել, կան զոհեր, 10-ից ավելի մարդ է տուժել։ Թիրախում են եղել նաև Խարկովի, Սումիի, Դոնեցկի եւ Կիևի շրջանները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ ռուսական հոբ համակարգերը գիշերն ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցել, մասնավորապես Կուրսկի, Վորոնեժի, Վլադիմիրի եւ Բելգորոդի մարզերում։ Ռուսական կողմը նաև մեղադրել է Ուկրաինային Խերսոնի շրջանի Ալեշկի քաղաքին հարվածելու համար, որն այժմ գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Հաղորդվում է զոհերի մասին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանելով տեղի ունեցածը մեղադրել է Կիևին զինված բախումը շարունակելու եւ խաղաղ կարգավորման գործընթացը խափանելու համար, իսկ Արևմուտքին Ուկրաինային հովանավորելու համար։ Ռուսաստանը թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար, որոշումը կգործի ապրիլի 30-ից մայիսի 23-ը։ Հաղորդվում է, որ ծանուցումը վերաբերում է բոլոր ինքնաթիռներին, որ գրանցված են, շահագործվում են եւ վարձակալված են պակիստանյան ավիաընկերությունների կողմից։ Այն տարածվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ինքնաթիռների վրա։ Պակիստանը Հնդկաստանի համար օդային տարածքը փակել էր դեռ օրեր առաջ երկու երկրի միջև լարվածության աճի պայմաններում։ Պակիստանի պաշտպանության նախարարը երկուշաբթի հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է։ Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամուում եւ Քաշմիրում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելհին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին, դադարեցնելով այդ երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրումը եւ Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը։ Պակիստանի պաշտպանության նախարարը զգուշացրել է, որ երկու երկրի միջև հակամարտությունը կարող է վերաճել միջուկային դիմակայության։ Վերջին օրերին նաեւ սահմանային գրակոծների մասին տեղեկություններ են շրջանառվում։ Իսրայելում անտառային հրդեհներ են մոլեգնում, դրանք շատ արագ տարածվում են ուժեղ քամու եւ չոր եղանակի պատճառով։ Որոշ շրջանների բնակիչներ տարհանվում են, արգելափակվել են ավտոճանապարհներ, դադարեցվել է գնացքների երթևեկությունը։ Կրակը տարածվել է նաեւ Երուսաղեմի արվարձաններում, հայտնի է տուժածների մասին։ Իսրայելի իշխանությունը դիմել է միջազգային գործընկերներին օգնության խնդրանքով։ Ենթադրվում է, որ հրդեհների մի մասը մարդածին է, կան ձերբակալվածներ։ ԶԼՄ-ները գրում են, որ Համասի հետ կապ ունեցող սոցցանցերի մի շարք էջեր ավելի վաղ կոչ էին արել հրկիզումներ իրականացնել Իսրայելում։ Դիանա Գասպարյան, լուրեր։